Վախենում եք Թաթոյանի հետ բանավեճ։ Շատ, գիշերները չենք քնում, գիշերները զանգվում ենք, ասում ենք դու էլ քնած չես, ասում հայ ես էլ քնած չեմ, Թաթոյանի հարցազրույց։ Ինչն է խնդիրը։ Դե մի քիչ աբսուրդ է, հիմա ես էլ հարմար է այնպիսի մարդկանց հետ բանավիճել, որ օրինակ հիշեցնեն Թալան, հիշեցնեն։ Բայց սպասի, մի րոպե։ Նախ այդ բանավեճը սենց տնես տեղի է ունենալու, եթե պարոն Թաթոյանը մասնակցելու է ընտրություններին։ Այսինքն այդ fake օրակարգը, fake այդ որ դուք գաք կամ ինչ որ մի լրագրող գա ասի կամ ինքը ասի ինձնից վախենում են, դա անկեղծ fake խոսակցություն է, որովհետև վերջ դե պատասխանեմ, որ թույլ տաս չընդհատես կպատասխանեմ։ Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ։ Խնդիրը նաև կայանում է կարգավիճակների մեջ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը պետք է ով էլ դա լինի, պետք է բոլոր այն քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարներին, ովքեր ասում են ես պատրաստ եմ քո հետ բանավիճեմ, գնամ բանավիճելու, ասենք, տենց օրինակ այսօր Թաթոյանը կառաջարկի վաղը, չգիտեմ, մի հատ ինչ-որ երկու հոգանոց կուսակցություն կառաջարկի, չգիտեմ, մյուս օրը մյուսը կառաջարկի, այսինքն պետքա տրամաբանություն, հիմա ես էլ Տրամպին կանչեմ բանավեճի, հիմա այդ ինչ ափսոս, կամ Պուտինին կանչեմ բանավեճի։ Համեմատելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Արման Թաթոյանին, որը որ մի պետական պաշտոն ունեցել Սերժ Սարգսյանի կողմից, ինքը նշանակվել է մարդու իրավունքների պաշտպան, Նիկոլ Փաշինյանը, Անի ջան, ուզում ես եկել եմ քո մոտ հարցազրույցի, ես ասեմ, հետո դու ասա, ես ասեմ, հետո դու ասա։ Հիմա իմ հերթն է, պայմանավորեցինք։ Երբ որ նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնյա, դրանից հետո ինքը որևիցե պետական պաշտոն ու հիմա չի զբաղեցնում, ինքը քաղաքական գործիչ է, իր կուսակցությունը ունի, ինքը այդ հնարավորությունը կունենա, կգա հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ եւ իր բոլոր հարցերը վարչապետին կտա, բայց իր նման հարյուրավոր մարդիկ կան, որոնք ցանկություն կունենան բանավիճել։